Սա full house-ի սաստավի մեջ, այդ համերից ամենաշատ փող աշխատեցի ես։ Այսօր գրված հումորը վաղը արդեն կարող է ակտուալ չլինել։ Ինչքան ապուշություն ես անում, այնքան շատ են նայում։ Մարդիկ գիտեն, որ պետք է չիմանայի պրոստը։ Instagram-յան հարթակում։ Չէ, TikTok հարթակից։ Ոլորտում կոնֆլիկտները շատ են։ Ֆերդո ջան, ծմերը մոտենում է։ Այսօր կմտնես մի պրոյեկտի մեջ առանց հստակ ֆինանսական պայմանավորվածության ու ակնկալիքների։ Ես Գևին ճանաչել եմ երևի այդ պրոյեկտից մի ամիս ու կես առաջ։ Դու չես զգացել այդ շնորհակալությունը դեպի քեզ։ Ես չեմ սիրում սուտ խոսամ, չեմ զգացել, չէ։ Նոր ընկերուհու տասա դու, հին ընկերուհիդ եմ ես, ինքը իմ տեղում է, բարձից վրա էլ քնում է։ Եթե դու քո կյանքը վարի տված ես համարում, այդ լավ չի ինգել։ Երեխեքն են լավը։ Մեկը պիտի իրենց հավատա։ Դուք լավ մարդ եք, հույս ունեմ տենց էլ կմնաք։ Բախտերս բերելը կլներ են, որ մտնեի տուն տնեի կնիկս ուրիշի հետ չի, ինձ էլ մանկական գաղութ չեն ուղարկում։ Քո մեջ դեռ շատ հրեշներ կան, որոնց հետ ես պատրաստ չեմ կռվել։ Դուք էլ դրան նորմալ եք նայում։ Այստեղ իրանց օրենքներ ունեն, կարգ ու կանոն։ Ձանձրալի դարակ, ոչ ոք ոչ մի բանի պատրաստ չի հանում սիրո։ Անունն են գարում դա։ Արսեն, չեմպիոն։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, ձեր էկրաններին Breakpoint podcast-ն է, իսկ մեր տաղավարում դերասան ստենդափեր Աղաս Մանուկյանն է։ Աղաս, ոնց ես, ինչ կա չկա։ Լավ, Աննա ջան, նորմալ։ Մի քիչ վատառող չեմ, բայց հուսանք զրույցը ուրախ կանցնի, դու էլ կլավանաս։ Եթե դեմ չես, դույով խոսենք։ Հա, իհարկե։ Աղաս, ես առաջարկում եմ մինչև հիմնական թեմայից խոսելը զանգենք ձեր ընկերներին, ամենամտերիմներից։ Ձեր մասին մի քիչ շատ ինֆորմացիա ճշտենք են քիչ հայտնիներից։ Լավ, եկեք փորձենք զանգենք Գոքորին, Դանիելին։ Գոգ ջան, բալուս։ Ոնց ես քնած էիր։ Չէ, ախպերս արդյունք Հասկացա, ջիգյար, մի հատ տենց հիմա հաղորդման հյուր եմ պոդկասթի։ Ուստեղ ինձ խնդրեցին զանգեմ իմ ամենամտերիմ ընկերներից մեկին, տենց մտքովս դու անցար։ Բարև ձեզ Գրիգոր ջան։ Բարև ձեզ Գրիգոր ջան, ասում եմ։ Հա։ Հիմա իրանց հետաքրքիր է իմ մասին այն քիչ ինֆորմացիան, որը տենց քիչ հայտնի է, բան գիտեն մենակ ներքին կարգով ընկերներ ինչ-որ պատմություն իմ մասին, տենց ծիծաղալու արտասովոր ինչ-որ մի բան։ Չես պատմել, որ գժի թող տոնես։ Մենակ Գոքորին ես ցույց տվել։ Չէ, մենակ դու գիտես, մեկ էլ պապաս։ Դե ասացի արդեն։ Գոքոր ջան, ինչ սկանդալային նորություններ կպատմեք մեզ համար Աղասի մասին։ Սկանդալային նորություն Աղասի մասին սկանդալային ձեր սկանդալ։ Մենակ խնդրում եմ այն Վեգասի բարնի ստոյկի վրա ապարելը չպատմես։ Ոնց որ լավ է սկսվել։ Լրիվ պատմես, չէ։ Որ լույսերը անջատվեց։ Մենք այդտեղ քնար ենք գրում ու տենց ուրիշ աշխատանքի մեջ ենք։ Հա։ Ուզում եմ ծանրաբեռնեմ ուղեղս խորհրդությամբ հասկանամ։ Որ մեկը ասեմ։ Մասին Աղաս ջան, ինչ կարամ ես քո մասին հիշեմ։ Քչերը գիտեն, որ Աղասը բանում Ամերիկայում պապի ունի։ Ինքը տենց պապիկ ունի, որը որ Ամերիկայում ապրում ու
աղասը տանում էր պապիկին կարկանդակներ ամեն օր։ Տարբեր բաներ էր տանում էր պապին, պահում էր։ Մի խոսքով աղասը ոչ թե եկել էր full house-ի ներկայացումով փող աշխատել, պապի պահելով։ Խնամակալ։ Որգումն Ամերիկայում պապեն է պահում։ Բայց հարազատ պապին չէր ենթադրում։ Հարազատ պապիս էր։ Հարազատ պապիկին գտել պահում էր։ Հետո Տենց կարմիր գլխարկներ էլի, կարմիր աղացը։ Այ ճիշտ է խոսանք, որ պապին էլ քեզ լավ վարձատրում էր։ Ահա որ շատ։ դե տեղից սկսի էլի աղաս ջան։ Ահա որ շատ։ Սենց ասեմ 20 օր մնացինք 2 ամսվա թոշակը տվեց ինձ հետ եկա Հայաստան։ Ամենաշատ փողը աշխատել է։ Ձերքի հետ երկու գործ ես արել full house-ի սաստավի մեջ այդ համերից ամենաշատ փողը աշխատեցի ես, որովհետև պապուս թոշակն են գումարվեց ընդ։ Լավ աղաս, անցնենք մեր հիմնական զրույցին։ Դու ինքդ էլ մի քանի անգամ նշել ես, որ հեռուստատեսություն մտար քո բարբարի շնորհիվ։ Լորվա բարբարը քեզ առաջ տարավ, թե ամեն դեպքում նաև այդ ընթացքում եղել են մարդիկ, որոնք ճիշտ պահին քո կողքին են հայտնվել, կամ գուցե այլ դժվարություններ են եղել, որ անկախ այդ պլյուսներից, այսպես ասած, դու հաղթահարել ես։ Ես չեմ ասի լորվա բարբար ինձ առաջ տարավ, լորվա բարբարը բնականաբար օգնեց շատ, որովհետև երբ որ մարդու մեջ չի լինում ինչ-որ մի հատ խարիզմա, հա, տենց համեստություն անեմ ասեմ, տաղանդ բան, ինչքան ուզում է ինքը բարբարով խոսա բան, մեկը չի օգնում։ Այսինքն բարբարը մեծ տարբերվելու մեծ հնարավորություն էր, որը բնականաբար ազդեց 50%-ով, սենց ասեմ, ազդեց, որ այդ ամեն ինչը լինի։ Մարդկանց առումով ես երկար տարիներ խաղացել եմ կավեն ու երբ որ եկանք արդեն Երևանում կավեն խաղալ ուսանողական լիգա, այդտեղ ժյուրի կազմում կար Մնոյան Սարգիսը նստած, ով որ հենց նախաձեռնել էր այդ ժամանակ իրանց մտքին կար Արմենիա հեռուստաընկերությունով անել ստենդափ հաղորդում, ու տենց որպես բարբարային կոլորիտային, հա, կերպար, տենց եկավ առաջարկեց, որ գնամ ստենդափ անեմ, մի հատ ելույթ փորձնական գրեմ, գնամ անեմ, ու այդ մի հատը դառավ 2 հատ, 2 հատ, 3 հատ ստենդափից 3 եթերաշրջան ստենդափ եղավ ու ես չէի ասի տենց նու ես ինձ լավ էի զգում, բայց չէի ասի տենց ինչ-որ շատ ճանաչված է այդ ժամանակ բան, այդքան չէ, այդ ամեն ինչի այդ պիկը եղավ, երբ որ վերջին եթերաշրջանի վերջին նկարահանման օրը Մենչի իմ լավ ընկեր Արմեն Պետրոսյանը ու Գոքորը եկել էին հենց պավիլյոնից էին նայում ստենդափ ու երբ որ վերջացավ վերջին նկարահանման օրը ինձ առաջարկեցին Մենչ առաջարկեց, ասեց full house ենք մենք նորից սկսում ու ոնց որ տենց մուշեղի վարորդի կերպար կա, կամոն, որ տենց ոնց հասկանում ենք դու տենց համապատասխան ես, բան, ու տենց առաջարկեցին, համաձայնեցի բնականաբար։ Ու էլի այդտեղ կարևոր էր, որ քո բարբարով խոսեիր, չէ՞։ Մենչին սկզբից հարցրեց, ասավ, իսկ կարո՞ղ է բարբարով չխոսաս։ Ես ասեցի, կարամ չխոսամ, ուղղակի այդ պահին հաստատ արհեստական էր երևալու, ամենալավը կլներ, որ բարբարով լինի այդ կամո կերպարը։ Փորձը ցույց տվեց, որ կամոն սիրվեց հենց այդ բարբարով, այդ կերպարով ու տենց դից ամեն ինչ սկսվեց էլի։ Քանի որ նշեցիր, որ Մենչը առաջարկ արեց քեզ, եւ իր նախագծերը տարբեր տարիներին եղել են ամենադիտվող, ամենապահանջված նախագծերից, որտեղ նա ներգրավել է ամենատարբեր արտիստների, ու ինչ որ առումով տպավորություն է ստեղծվել, որ Մենչի նախագծում ով խաղում է, իր կարիերան միանգամից սկսում է ծաղկել։ Իրականում դա այդպես է, թե ոչ։ Դե փորձը ցույց է տվել, որ այո, իմ առումով եմ ասում, որովհետև ես ստենդափ հաղորդման ժամանակ էլի ճանաչում կար, էլի մարդիկ հա ճանաչում էին, բան, բայց երբ որ full house-ի մեջ սկսեցի նկարահանվել արդեն, այդ ժամանակ կարիերան սկսեց իրոք ծաղկել ամեն առումով, թե դերասանական առումով, թե արդեն կողքից, չգիտեմ, գովազդներ, առիթներ, ինչ-որ, տես տարբեր տեսակի, ու ես արդեն իմ վրա բնականաբար փոփոխություն էի զգում, թե այդ կարիերնի ռոստ ասելով, թե բնականաբար դեռ այն ամեն ինչը չի, դեռ լիքը հլտեղեր պետք է գնալ բարձանալ, մինչև ինձ թվում է չեմ էլ Եմ որ ասում եմ ագահ չեմ, բայց չեմ էլ տենց մտածի մի օր, որ տենց վсё էս էր, այն ինչ-որ պատկերացնում էի, չէ բնականաբար, թե ամեն առումով, թե կարիերնի առումով, թե նյութական, թե մի խոսքով բոլոր առումներով
Հասկանում ես, որ կյանքդ սկսեց մի քիչ փոխվել, էլի։ Մի քիչից հետո դառնում է քիչ, հետո ավելի շատ ու տենց։ Աղաս մի շրջան կար, երբ բարբարով խոսելը ամոթ էր համարվում, բայց դու եւ շատերը բարբարը դարձրիք ձեր բրենդի մի մասը, որովհետեւ այսօր որ ասում ենք Աղաս Մանուկյան, չեն կարող պատկերացնել առանց Լորվա բարբարի։ Այո։ Քո կարծիքով ինչ որ առումով դուք կոտրել եք այդ կարծրատիպը ու բարբարը դուրս բերել լոկալ սահմաններից։ Ինձ թվում է, հա, անկեղծ որ ասեմ, որովհետև բարբարով խոսալը ընդհանրապես ես այսօր առօրյայում էլ, ասենք բարբարով եմ խոսում իմ բոլոր ընկերների հետ, բան եւ այլն։ Իմ համար պատիվ է, անկեղծ որ ասեմ, որովհետև այն ամեն ինչի մեջից որ ես եմ դուրս եկել, այսինքն այն հողը, այն ջուրը, որ ես ստացել եմ ու որ ինձ բերել է այս ամեն ինչին հասցրել, դա 50%-ը, եթե ոչ ավել, եղել է իմ բարբարը, ու չի կարելի մարդ իրա բարբարից վատը զգաս, ես փորձեմ, չգիտեմ, բարբարս կոտրած խոսամ մի քիչ, որ ինչա, տենց ամոթ է, բան, ես տենց չեմ համարում, իմ կարծիքով ամեն լորեցու, ամեն, չգիտեմ, գավառցու, ամեն այն մարդիկ, ովքեր Երևանից դուրս են ու բարբար ունեն, չգիտեմ, բարբարով խոսալը դա պետք է հպարտություն լինի այդ մարդկանց համար, իմ համար ամենայն դեպս հպարտություն է, անկեղծ որ ասեմ, ու կարծում եմ այդ կարծրատիպը կոտրել ենք, որովհետև շատ ճանաչված ընկերություններից մեկը չեմ ուզում անունը տամ, 2019 թվականին ինձ զանգեցին, առաջարկեցին բավականին մեծ կլորիկ գումար, որպեսզի ես այդ հեղինակային իրավունքները, այսինքն պաշտոնապես տամ իրանց, որ իրանք շապիկներ տպեն, գլխակներ տպեն, վաճառեն, բան, բայց ես հրաժարվեցի ու գնացի միանգամից հեղինակային իրավունք վերցրեցի, բայց դա իմը չի, դա լորեցիների բարբարն է, այդ անչի մարը, այդ ով են դրանք, բան մի խոսքով։ Այսինքն, որ այդ արտահայտությունները դարձնեին իրենցը ու շապիկներ տպեին, գլխակներ, բան մի խոսքով, այդ անչի մար արտահայտությունը այդ ժամանակ շատ ավելի շատ ակտուալ էր։ Հիմա դա պատկանում է քեզ։ Դե հա, որպես հեղինական, որ ոչ մեկ չփորձի բիզնես սարքի, դա որովհետև դա անկեղծ լորեցիների, դա մեր լորեցիների բարբարն է, որ ուզում ենք հարցնենք ինչի համար է sense բանում, չենք ասում ինչի, ասում ենք անչի մար է sense բանանում։ Աղաս, քանի որ հումորային նախագծերում ես հիմնականում դու հանդես գալիս, հումորներ ես ինքդ քո ստենդափերի համար գրում, բնականաբար դա բարդ է, այնպես չի որ հեշտ է անել, բայց ուզում եմ խոսել մի թեմայից, մենք քանի որ տարբեր ժամանակներում ունեցել ենք հումորային նախագծեր, ու եթե օրինակ հիմա հիշենք տարիներ առաջվա հումորային նախագծերը, կլինեն անգամ հումորներ, արտահայտություններ, որ մինչև այսօր ակտուալ կլինեն, բայց այսօր տպավորությունը, որ հումորը շատ կարճ կյանք ունի եւ օրինակ այսօր գրված հումորը վաղը արդեն կարող է ակտուալ չլինել։ Ըստ քեզ ինչի է դա այդպես ու որն է այսօր համարվում վաճառվող հումոր։ Իմ կարծիքով դա սերնդափոխության հետ մեծ կապ ունի, որ սերնդափոխություն է լինում ու այդ այն հումորները, որը մենք ժամանակին լսում ենք ու մեր համար ծիծաղելի էր, հիմա այս նոր սերունդը եկող, դա իրանց համար տենց այդքան էլ ծիծաղալու չի։ Օրինակ, հասարակ օրինակ բերեմ Գևոյի կասետներով, որ մենք նայում ենք Գևոն սենց էր անում, աչքերը շիլ արած, մենք բոլորս խնդում ենք, բայց հիմա դա էլ խնդալու չի։ Բայց կան ամեն դեպքում կհամաձայնվես ինձ թվում է որ բաներ, որ այսօր դեռ ակտուալ է։ Մեր հա ֆիլմում, լիքը բաներ կա, որ մինչև այսօր ծիծաղալու են։ Նովի Արմյանի Կավենի թիմը 98 թվականին հումորներ ունի Կավենի, որ ես մինչև այսօր էլի լսում եմ, էլի խնդում եմ, ծիծաղում եմ։ Կան տենց մնացած բաներ բնականաբար։ Ու եթե դա անգամ հեռու չգնանք, Կարքին սերիալից էլ, Կարքին սկեչերից էլ շատ բաներ կան, որ այսօր դեռ ակտուալ են ինչ որ առումով։ Ասեմ ավելին, այսօր ես ընկերներ ունեմ, որ մենք մեմ ենք սարքել, Կարքինի այդ ֆրազները, այդ կտորները կտրած, նույն մեկը հեռու չգնամ իմ սցենարիստներից Հայկը Սարգսյան, բան եմ ուղարկում, չգիտեմ, ասում է, Ֆերդո ջան, ծմերը մոտենում է, ասես մեմեր ենք սարքել, տենց էլ ենք իրար շփվում, այսինքն բաներ կան, որ մնում է։ Կստացի Կարքին հաղորդումը իմ ֆավորիտներից է, դրա համար տենց շատ եմ սիրում։ Իմ կարծիքով արդիական հումորը այսօր նայեք, պարադոքս կա, մարդիկ ասում են, մենք օրինակ ստենդափ գրելուց ոնց ենք մտածում, ասում ենք, գրենք կենցաղային հումոր, որ, չգիտեմ, ամուսին, կին, տուն, բան, մի խոսքով, որ բոլորի հետ եղել է տենց բան, հայտնի մարդկանցից մեկը, հայտնի հումորիստներից մեկը, էլի անուն չեմ ուզում տամ, շատ ճանաչված, ոչ միայն Հայաստանում, նաև Ռուսաստանում, երբ որ
տենց խոսում էինք, բան առիթ էր եղել, տենց ասում էր, երբեք դու մի նայի, այսինքն երբեք ուրիշի ցանկությունով դու մի արա հումոր։ Երբ որ դու հումոր ես անում, դա պետք է քո մեջից գա։ Այսինքն որ դու ասես ես սա անեմ իրան դուր կգա, դա լավը չի լինելու։ Երբ որ դու չմտածես դրա մասին, դու անես այն ինչ որ քեզ առաջինը դուր գալի, այդ ժամանակ հա, այնտեղ փոքր շտկումներ կարող ընթացքում անես, բայց ոչ գլոբալ, բայց երբ որ դու նստում ես բոլորի համար, բայց ոչ քո սրտից, գրում ես որ ինչա իրանց դուր գա, դա իմ կարծիքով հումորի ասպարեզում դա արդեն ճիշտ չի։ Իսկ համաձայն ես, որ ամեն դեպքում այսօրվա հումորը երկարակյաց չի, այսպես ասած։ Համաձայն չեմ, բայց մի հատ բան էլ ասեմ, ինչի այդ տպավորությունը դարձել, որովհետև այսօր շատ են փորձում հումոր անեն բոլորը։ Այսինքն այն մարդով, որ հումորի հետ вообще կապ չունի, չգիտեմ, պրոստը իր արտաքնապես թեկուզ նայում ես, ասենք ինքը կարող է շատ լավ, չգիտեմ, ոզնի աճացնող լինի կամ չգիտեմ, տարբեր լիքը բաներ կարող լինի, բայց որովհետև այսօր հասկացել են, որ հումորը արդիական է, փորձում են բոլորը հումոր անեն, բայց պետք է մի բան հասկանալ, որ մի արեք են, ինչը ձերը չի, օրինակ ես չեմ գնում բժշկությամբ զբաղվեմ, չգիտեմ, իմը չի դա։ Շատ լավ է, որ շուկան լցվում է։ Որ լավ է, որ շուկան շատանում է, մրցակցությունը մեծանում է, այդ լավ է, բայց գոնե adekvat մրցակցություն լինի։ Ոչ թե ով հեռախոս ունի, ռեքը տա, նստի, բան անի, ինչ-որ վիդեո նկարի։ Ոնց պետք է հասկանանք հումորից։ Դե հանդիսատեսն է գնահատելու է ախր։ Ժողովուրդ, մեր ժողովուրդն է։ Մեր ժողովուրդն է, որ ասում է, վայ, ես ինչ հիմարություն է, ես ինչ հիմարություն է, բայց հələ նայի այդ հիմարության դիտելիությունը 700-800 հազարով դիտումները, կոմենտները, շեյերները, բան ամեն ինչը։ Հիմա այդ մարդը պետք է շարունակի դա անել, թե չէ։ Դե բնականաբար պետք է շարունակի, բա ինքը տենում է, չէ, որ իր արածը մեզ աղվատ է հավաքի, մեզ դիտում է հավաքի։ Ոչ ինչ որ հիմարություն է ասում։ Իհարկե ինքը անում է, որովհետև տենում է, որ դիտումները շատ է, քննարկումը շատ է։ Օրինակ ես հիմա այսօր նստած գիտեմ ձեր առաջ նստած, հիմա չեմ ուզում պրոստը անուններ տամ, մարդիկ գիտեմ, որ պետք է չիմանայի պրոստը։ Instagram-յան հարթակում։ Չէ, TikTok հարթակից։ Ասենք մարդիկ կան, չգիտեմ, մարդիկ են իրանք թե ինչ են, ամենայն դեպս մարդիկ կան, որ ես պրոստը մենակ ես չէ, ասենք, այն մարդիկ, ովքեր հեռուստատեսությունում ծավալում են գործունեություն լուրջ, սերիալներում, սիթքոմներում, ներկայացումներով են զբաղված, մենք պրոստը իրավունք չունենք իրանց իմանալու, բայց մենք գիտենք։ Ոչ հիգենիկ, ինչ ուզում խոսում, ախր այդ համացանցը դարձել է անկեղծ, ես վախում եմ տնեցիների մոտ sense ցերթեմ, որովհետև շատ վնիզապնի կարող մեկը ինչ-որ մի հատ այնց հայոյանք տա բարձր, ասում ես ու դու Անչի համար էլի լուրջ։ Անկեղծ, ես էլի եմ ասում, մրցակցությունը շատ լավ է, ես միշտ ասել եմ, հումորը, մարդը կկանգնի այն ժամանակ, երբ որ ինքը մրցակից չունենա, մրցակցությունը շատ լավ է, թող շատ լինեն շուկայում, բայց adekvat, համապատասխան մրցակից, որ պայքարելու տեղ լինի։ Մրցակիցները խանգարում է ըստ քեզ։ Ոչ թե խանգարում է, ժողովրդին տանում է ուրիշ ուղղությամբ։ Այսինքն, երբ որ ես պետք է անեմ ինտելեկտուալ մի հատ հումոր, որը տենց պրոստը 10 հոգի նստած են օրինակ 5-ը ծիծաղում են 5-ը, չէ, բայց մեկը մի հատ դեզադարանտ է բերանի մեջ ցանում, ասում այդ ինչ էր, ասում այս դեղը, սա մենք կստացի պարոդիա ենք արել դրան։ Ու համոզվեցինք, որ ինչքան ապուշություն ես անում, այնքան շատ են նայում։ Բանը ցանում բերանի մեջ, ասում այդ ինչ ցանին, ասում դեղը, սա արեսի թևատակինը փչի, ասում Նայ, ինքը դա չի արել որպես հումոր, ինքը դա արել է ու պլյուս երբ որ այդ վիդեոյին պարոդիա ես անում, մարդիկ մտնում գրում են ինչ եք հիվանդ մարդկանց ծաղրում։ Արա ախր այդ հիվանդ մարդկանց երբ որ դուք նայում եք, օքեյ, համարենք իրանք հիվանդ են, երբ որ դուք նայում եք ու տարածում եք իրանց վիդեոն, ինքը տենում է որ տարածվել է, սկսում է երկրորդ ապուշություն անել, արդեն պատսազնացելնի, այսինքն հասկանալով, չգիտեմ, ականջի մեջ բադա մտցնում, օրինակ եմ ասում։ Արդեն իմանալով ինքը ինչքան աննորմալ բան կա արդեն փորձում անի որովհետև ինքը հասկանում է ես ինչքան աննորմալ բան անեմ այնքան շատ է դիտում այդ ժամանակ արդեն ստեսություն ինտելեկտուալ իսկ երբեմն դու էլ չես ուզում գնալ անկախ քեզնից այդ հոսքին ընդառաջ որովհետև տեսնում ես որ դա է դիտվում
անկեղծ երբեք չեմ գնա։ Մենք արել ենք պարոդիա, ես ու Մենչը, մի քանի պարոդիա տենց արել ենք զուտ Full House-ի այն Ամերիկայի համերգի հետ կապված, տենց որ ինքը տենց հասկացանք, որ այդ պահին այդ վիդեոները դիտելիությունը շատ է։ Բայց շարունակել նման կոնտենտով զբաղվել բնականաբար ոչ։ Աղաս, ոլորտում կոնֆլիկտները շատ են, բայց կարծես թե դրանք միշտ քեզ շրջանցել են, բացի հարսանիք երգից, որը որ արել էիք դու, Գևորգ Մկրտչյանը եւ Անահիտ Կիրակոսյանը, սրա մասին շատ եք խոսել, չեմ ուզում նորից անդրադառնանք այդ թեմային, բայց ուզում եմ հասկանալ, այսօր կմտնես մի պրոյեկտի մեջ, կներգրավես մի պրոյեկտում, առանց հստակ ֆինանսական պայմանավորվածության ու ակնկալիքների։ Զուտ ընկերական կմտնեմ, իհարկե կմտնեմ, բայց իմ իմացած մարդկանց հետ։ Իմ իմացած, որ իմ ընկերն, օրինակ Գորը, Գոքորը, Մենչը, այսինքն այն մարդկանց հետ, ում հետ ես ամենօրյա շփում առնչություն ու տարիներով ընկերություն ունեմ։ Եթե հասկանանք այդ պահին տենց է պետք, հաստատ կանենք։ Ոստե պարտադիր չի անպայման ֆինանս լինի կամ ինչ-որ ակնկալիք չէ։ Այդ ժամանակ ես Գևին ճանաչել եմ երևի այդ պրոյեկտից մի ամիս ու կես առաջ, անկեղծ որ ասեմ, երբ որ ինձ առաջարկեցին, չգիտեմ, իմ համար բան էր, էլի, տենց ինչ-որ անհասկանալի վիճակ էր, հենց ես, երբ որ առաջարկեցին, հետո տենց Մենչի հետ քննարկեցինք, բան ասեցին, դե լավ, եթե դու տենց բան կատեգորիկ չես նայում, կարաս անես։ Տենց արեցինք, այսինքն Գևի հետ տենց ինչ-որ երկարատև շփում չի եղել իր հետ, որ ես հասկանամ ուզում եմ դրա մեջ մտնեմ, թե չէ։ Հետո այդ ձեր ասած այդ ընկերականն էր, այդ որ բառերը, երգի բառերը գրեցի ես, կլիպի սցենարը գրեցի ես, այն placement-ը հովանավորը, որը կա տեսալովակի մեջ, որ հոգացել է բոլոր ծախսերը, այդ հովանավորին բերեցի ես, այսինքն արեցի ես, ու շատ, անկեղծ ասեմ, շատ անսպասելի ադդաչա էր իմ համար, մոտարապես մի 2 ամիս հետո այդ երգից, որ իմ համար անհասկանալի էր ուղղակի, էլի, բայց ես դրա մասին ես ակնկալիք չեմ ունեցել, բայց բաներ կան, ժեստեր կան, չգիտեմ, հասարակ տարական մեթոդիկա կա, որ զուտ պետք է մարդուն հասկացնես, որ դու շնորհակալ ես իրանից, հա? Դու չես զգացել այդ շնորհակալությունը դեպի քեզ։ Մի կոնֆլիկտից խուսափելու համար ասեմ զգացել եմ։ Ես չեմ սիրում սուտ խոսամ, չեմ զգացել, չէ։ Չեմ զգացել, ու նայեք, ես ֆինանսական ոչ մի ակնկալիք չեմ ունեցել։ Ինչ արել եմ, ի սրտե եմ արել, լավ եմ արել, ուզեցել եմ։ Բայց հենց այդ է էլի, այն որ դու նաև ապրեսի կամ շնորհակալության չես սպասում, բայց հաճելի է դա քեզ լինում, բայց որ շատ անտարբեր ինչ-որ վիճական, ուզում ես ասես ախպեր, ոչ պարտավոր էի։ Ոչ ես իմ ինչ ասում, խի էլի, անշիմար։ Աղաս, այսօր դու անում ես ստենդափեր, նկարահանվում ես սիթքոմներում, նաև խաղում ես դասական ներկայացման մեջ, YouTube-ում էլ ունես մաշափեր, ինչ-որ երգեր ես ինքդ հեղինակում կամ փոխում արդեն եղած երգերը։ Ու հետաքրքիր է, այս ամեն ինչից մի քիչ անելը, արդյոք չի խանգարում, որ կոնկրետ աշխատանքը լիարժեք անես, հատկապես այն դեպքում, երբ դու չունես դերասանական թատերական կրթություն։ Չէ, չի խանգարում անկեղծ, այդ մաշափները բան որ անում ենք, դա ուղղակի հոբի է, ես սիրում եմ, շատ եմ սիրում երգել, ու երբ որ տենց ինձ մի հատ ժամանակ եղավ տենց որ կանչեցին մի հատ առիթի, ասեցին ոնց ձեզ ներկայացնենք երգիչ, դե ասի չէ, ասի ինձ երգիչ չասեք, որտեղ ես երգիչ չեմ անկեղծ ասեմ, էլի, ոչ թե երգելուց հեռու եմ, ուղղակի ես ինձ երգիչ չեմ համարում, այդ մաշափները դա տենց զուտ հոբի է, տենց սիրողական ուզում եմ անում եմ։ Մնացած առումով ժամանակ տանում է իհարկե զբաղվածություն բան, բայց չի խանգարում իմ բուն գործունեությանը, որովհետև այս կոնկրետ այս դերասանական, այս ամեն ինչը, որ սիթքոմ է, սերիալ է եւ այլն, որ մենք անում ենք, իմ համար միշտ առաջնահերթություն ունի, ստենդափը, սիթքոմը եւ այլն, բոլորը, այն որ ասում եմ, սիթքոմն ու ստենդափը իմ համար առաջնային է։
Աղաս հաղորդման ավարտին առաջարկում եմ մի հետաքրքիր էքսպերիմենտ անենք, քանի որ տեսել եմ ձեր YouTube-յան էջում 1-2 երգ կա, որը որ դուք փոխել եք ու հումորային կոնտեքստում եք ներկայացրել։ Հիմա ես առաջարկում եմ մի քանի երգ ձեզ, եւ դուք կարող եք դրա կրկներքը փոխել հետաքրքիր հումորային կոնտեքստով ներկայացնել։ Երգ առաջին՝ Լիլիթ Հովանեսյան նոր ընկերուհու տասա։ Լսել եք այդ երգը։ Այո։ Ժամանակը գնաց։ Ոնց է սկիզբը կույ։ Դե մտքովս մինչ եկել այդ եմ գրել, ճիշտ ասած, բառացի եմ գրել, էլի։ Որովհետեւ լոգիկա եմ գրել։ Նոր ընկերուհու տասա դու, հին ընկերուհիդ եմ ես, ինքը իմ տեղում ա, բարձից վրա էլ քնում ա։ Երգ երկրորդ՝ Իվետ Ամուկության Սերանի։ Այս երգը եկեք փորձենք հիշենք։ Սեր կա երկնքում Երևանի, էդ է։ Երկու տարբերակ է, ես մյուսն էի առաջարկում, բայց եթե այդ ավելի լավ ես հիշում, կարող ես այդ փոխել։ Դա ավելի լավ եմ իրոք։ Հա, սեր կա երկնքում Երևանի։ Ոնց է դրա պրիպևը։ Սերս եղյամ սիրտս հանի, սեր կա երկնքում Բագրևանդի։ Բագրևանդում ծանոթներ կան։ Չէ, вообще։ Դա համար եմ գրել։ Էրիկ, ոչ ավել, ոչ պակաս։ Ոչ ավել, ոչ ցավոք, չեմ լողացել ցավոք։ Հետո Երանի քեզանից ունենայի 4 հատ տղա։ Մերսի շատ աղաս ջան, շատ հետաքրքիր անկեղծ զրույց կարծում եմ ունեցանք։ Այո, ձեզ էլ մերսի, ձեր հաղորդմանը մաղթում եմ լիքը հաջողություններ ու կանաչ ճանապարհ։ Մերսի։ Աղաս Մանուկյանն էր Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, սրտիկել, կոմենտել, տարածել, մի խոսքով դուք հասկացաք։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Եթե դուք կյանքը վարի տված ես համարում, այդ լավ չի ինգել։ Երեխեքն են լավը։ Մեկը պիտի իրենց հավատա։ Դուք լավ մարդ եք, հույս ունեմ տենց էլ կմնաք։ Բախտերս բերել կլներ են, որ մտնեի տուն տնեի կնիկս ուրիշի հետ չի, ինձ էլ մանկական գաղութ չեն ուղարկում։ Քո մեջ դեռ շատ հրեշներ կան, որոնց հետ ես պատրաստ չեմ գրվել։ Դուք էլ դրան նորմալ եք նայում։ Այստեղ իրանց օրենքներն ունեն, կարգ ու կանոն։ Ձանձրալի դարակ, ոչ ոք ոչ մի բանի պատրաստ չի հանել սիրը։ Պանունն են գարում ընդ։ Արսեն, չեմպիոն։